կոմպոզիտոր եմ, կոմպոզիտորի միության անդամ եւ մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, այսինքն 6 տարեկանից ինձ տվել են երաժշտության, առաջի ստեղծագործական փորձս եղել է 13 տարեկանում, Խարավայ обществայի դահլիճում կատարվել է առաջի հենց սիմֆոնիկ ստեղծագործությունն եղել առաջի ստեղծագործությունս եւ դրանից հետո ես շատ նաեւ սիրում էի նվագել համերգներ, դաշնամուր, ուզում էի ընդունվել կոնսերվատորիա դաշնամուրային բաժին, բայց լսելով ինչպես եմ նվագում իմ դասատուն, ինքը ասեց, քեզ դա պետք չի, դու լավ ստեղծագործում ես, ավելի լավ է դու զբաղվես կոմպոզիցիայով, որովհետև միևնույնն է լավ ես նվագում, խնդիր չունես։ Երկընտրանք էր, կամ դաշնակահար դառնամ, կամ կոմպոզիցիա, երկուսն էլ շատ էի սիրում։ Գնացի կոմպոզիցիայի, տարիների ընթացքում գրեցի բազմաթիվ գործեր, խոշոր գործեր ես իրար եմ եղել, միշտ կոնցերտներ 3 գրեցի դաշնամուրային, սիմֆոնիկ պարեր, այս կամերային գործեր չէի այնքան սիրում, որտեղ ինքս էլ լսելուց միշտ նախընտրում եմ սիմֆոնիկը լսել, բայց նշամ չեմ գնահատում կամերային երաժշտությունը, ոչ, այդպես չէ։ Եվ ավարտելուց հետո իմ ամենաառաջի խոշոր գործը գրեցի, դա սիմֆոնիան էր, իմ առաջի, որը բավականին ծավալուն էր, շատ էլի գործիքների տարաբնույթ ընդգրկմամբ։ Առաջի նույնիսկ ասեմ գուցե երգներ, որ ինձ դուր եկավ, ստուդիա գնացի ձայնագրման, այնտեղ հանդիպեցի Զարուհի Միկոյանին, որը շատ հետաքրքիր կերպով այդ երգը իր ինտերպրետացիայով երգեց, հատուկ չէ, մեջքի հետևից կանգնած երգեց, ինձ շատ դուր եկավ, հետո սկսեցինք իր հետ համագործակցել, ես երգեր էի գրում, ինքը երգում էր, ձայնագրում էինք, եւ Պարզե հիմա Զարուհի Միկոյանն իմ կինն է, մենք 2013 թվականից ամուսնացել ենք, եւ այդ ընթացքում դարձյալ էլի մեր երգերի ուղին շարունակեցինք, նույնիսկ մի ալբոմ թողարկեցինք լիարժեք, բայց դա էլ ոնց որ չէր բավարարում, մենք միշտ նորն էինք փնտրում, նոր ոճեր, այսինքն նույնիսկ մեր երգերը շատ էին տարբերվում հիմիկվա ընդունված այդ ոճը որ կա, հա, որ էլի բոլորին շատ հավանում ենք, շատ լսում ենք, բայց մեր իրոք տարբերվում է, չի հասկացվում, եվրոպական, ռուսական անհայտ է ինչ ոճ է։ Ինքնուրույն այդպիսի ոճ ենք ստեղծել, չենք նայել, որ ոնց ասեմ, ինչը ոնց էր ասում, ռուսերեն ասեմ, մոդա է, հա, մենք մերն ենք ստեղծում։ Եվ մի օր ոչ մի բան դրա մասին չէր խոսում, որ այդպես պետք է լինի, այ դա պետք է կատարվի։ Նստեցի եւ սկսեցի մի ստեղծագործություն, որ ընդհանրապես զգացի իմ մեջ, հա։ Սկսեցի, մեկ էլ զգացի, որ սիմֆոնիկ դարձալ, վերադարձել եմ սիմֆոնիկ ոճի մեջ։ Եվ տարօրինակ մի բան կատարվեց, ընթացքում հա զգացի, որ չի հագեցնում նույնիսկ գործիքների քանակը, հա նոր պարտիաներ էի լսում, ավելացնում էի, մի խոսքով այնքան շատ պարտիաներ լսվեց, որ վերջում զգացի արդեն ստանդարտ ամենամեծ ստեղծագործություններից, ստանդարտ ինչի եմ ասում, որտեղ կա կլասիկայի մեջ ընդունված ստանդարտներ, դա Մալերի, հա, սիմֆոնիաներն են, որոնցից 8-րդը շատ հասկայական կազմ է վերցրած եւ դրանից հետո ես հասկացա, որ այս գործը գուցե եթե ռեկորդների մեջ դասակարգենք, գուցե ռեկորդակիր կարող է դառնալ, բայց նույնիսկ դրա նպատակը չկար, բայց ինչպես կոմպոզիտորը իրեն մասին, այսինքն լսեցնի, հա, որ ասի, այսենց կոմպոզիտոր եմ, այսպիսի գործ եմ գրել, ասեցի օգտագործեմ այդ քայլը, բայց հատուկ, դա իմ համար ինքնանպատակ չէ, որտեղ գործի արժեքը ռեկորդների մեջ չէ։ Եվ ռեկորդների հանձնեցինք ջութազնագիր, այնտեղ մասնակետ նայեցին, մասնակետները եւ այո, 3 ռեկորդ հասանեց։ Առաջի ռեկորդը որպես ամենախոշոր վոկալ կոնցերտ, չնայած կոնցերտ չի, ասում եմ, ինքը նոր ֆորմատ է, դեկաստրոմատ անվանեցինք, դա 10 շերտ, որտեղ իր մեջ 10 շերտ ամեն ինչում է։ Նույնիսկ պլաստովի պոլիֆոնիայում է 10 շերտ, ոճերի մեջ, իր մեջ համ կա սիմֆոնիա, համ կոնցերտ, համ բալետ եւ այդպես շարունակ։ Ինչ ասեք, ինքը ստանդարտ չէ, էլի իր կառուցվածքով եւ մեկ այդ առաջինը վոկալ կոնցերտ, ամենամեծ, ամենաշատ տարատեսակ գործիքների տարատեսակ ունեցող սիմֆոնիկ ստեղծագործությունը, հենց տարատեսակները, ոչ թե քանակը, քանակները արդեն տարատեսակների մեջ եւ մեկ էլ ամենամեծ նոտագիրքը, որը կնոջս հետ ենք արել, բոլոր խմբագրությունները հրաժարվեցին դա տպագրել մեծության պատճառով, ինքներս տպագրեցինք, տվից գտանք, որ կտպագրեն առանձին էջերով եւ ինքներս կազմեցինք այդ գիրքը, 1.5 ամիս օր ու գիշեր կազմում էինք, որ մի հատ մի օրինակը Կազմելուց հետո ինքը հիմա կշռում է մոտ 20 կիլո, մոտ 20 կիլո է կշռում, իսկ սկզբանե եկամ 20 էր, երբ ընդեղ համ
կարած է, համ սոսին ձերումա մի քիչ իսպարիլես, հա, как говорится, մի քիչ թեթևացել է, բայց էլի 16 կիլոից հաստատ ավել է։ Կշռել ենք այս մոտավորապես մի տարի առաջ։ Այդ 3 ռեկորդը, որ սահմանեց, ինքը ուներ լիբրետո այդ ստեղծագործությունը։ Այսինքն ինքը պատմության նման մի գիծ ուներ մեջը, որ նաև կարելի էր որպես բալետ բեմադրել, հա, իր կատարվելու ընթացքում իրական ինքը կրկնակի կոնցերտ է, վոկալի եւ թավջութակի համար։ Իդեպ ասեմ, դա էլ շատ հանդիպող համադրություն չէ, որտեղ թավջութակը վոկալի հետ, մանավանդ սոպրանոյի հետ կորելու է հիմնականում։ Պետք է կարողանա ստեղ տալ։ Իսկ մի հատ էլ մեծ օրկեստրի հետ եւ որ երգչախումբ է կանգնած, երգեհոն, բազմաթիվ տարբեր հարվածային եւ փողային գործիքներ, ընդհանուր ինքը մոտավորապես 230 գործիք է կազմում առանց երգչախմբի, դա հսկայական ծավալի կազմ է եւ այդքանի մեջ թավջութակն էլ էր կորելու, նույնիսկ երևի սոպրանոն էլ կորեր, դա համար ես մտածել էի, որ պետք է լինի միկրոֆոններով, իսկ մեծության պատճառով պետք էր ինքը կատարվեր առնվազն ստադիոնում, որ այդքան նվագողները, հա, տեղանային եւ երևի հենց ֆուտբոլային դաշտի հատվածում ամբողջը կլներ դա, մի կողմը բեմը, որի վրա բալետը կգնար, մի կողմը օրկեստրը, մի հատ մեծ էկրան, որի վրա պետք է գնար նաև էկրանավորումը, ի սկզբանե մեր մտահղացումը կնոջս է, այդպեսին է եղել, եւ արդեն հանդիսատեսը ոնց որ ստադիոնին նստած ֆուտբոլի ժամանակ էլ ընդհանուր բոլոր կողմերից լսում են։ Եվ որ լիբրետո ուներ, դրա ինչի համար է ասում, մենք զգացինք, որ այնպիսի հետաքրքիր լիբրետո էր, որ ինքը քիչ-քիչ խոսելով կնոջս հետ ընթացքում օրվա մեջ, զգացինք ինքնուրույն պատմություն է դառնում։ Եվ այդպես 3 տարի շարունակ այնքան խոսեցինք, այնքան գրեցինք, գրառումներ ենք անում, որ դառավ մի մեծ պատմություն, հնգամաս սագա, որ իրականում ամբողջությամբ գրված է, բայց գրքային ոճով, հա, հեղինակի գրչի ոճով ոնց որ հանձնած, այդպես առաջի գիրքն է, որը տպագրվել է 2023 թվականին։ Մյուս 4 գրքերը ժամանակ չի լինում հիմա զբաղվենք, երազանքեր, որ նաև այդ ամեն ինչը էկրանավորվի։ Դժվարություններ շատ կային, սկսած տեխնիկական առումով դժվարություններից, ամեն մեկս իր ոլորտում, ես որպես գրող եւ երգչուհի, ինքը որպես կոմպոզիտոր, որպես 3D նկարիչ, որը Հայաստանում ինչքան գիտեմ, այդքան էլ տարածված մասնագիտություն չէ, ցավոք, բայց հուսով եմ, որ մեր ցուցահանդեսը կխթանի այդ ուղղությանը, այսինքն լինելու է յուրահատուկ իր ֆորմատի մեջ, իր ձևաչափի մեջ եւ հուսով եմ, որ կհետաքրքրի մարդկանց եւ նորությամբ եւ նաեւ բովանդակությամբ։ Ֆանտաստիկա, դրամա, հոգեբանական թրիլլեր, դետեկտիվ, սրանք այն ժանր եւ կոսմիկ օպերա, այն ժանրերն են, որոնց պատկանում է գիրքը։ Ճիշտ է, ուզում էինք, որպեսզի ձևաչափը լինի նորություն, բայց պետք է լիներ նաև տրամաբանության սահմաններում նաև եւ հետաքրքիր եւ դինամիկ 60 կերպար է ընդհանուր սագայի ընթացքում հանդիպում ընթերցողին եւ ամեն կերպար ճիշտ է պարտադրելու էր իր ոճը եւ լեզվի առումով եւ տեսնում եք ինքներդ արտաքինը, հագուստը ամեն ինչ տարբեր էր։ Քանի որ մենք վերցրել էինք որպես հիմք երկու այլ մոլորակային ցիվիլիզացիա, դրանք արակներն են եւ կասիոպեացիներն են, պետք է ստեղծենք նրանց համապատասխան օրինակ լեզու։ Այս առումով իհարկե ունենք շատ նորաբանություններ, որոնք հաստատ ոչ միայն լեզվաբաններին կհետաքրքրեն, այլև առհասարակ ցանկացած հայի, որովհետև մեր ակցենտը այդ առումով հենց հայերենի վրա էր։ Նոր հայերեն ենք ստեղծել ինչ-որ առումով։ Կասիոպեացիների լեզուն հայերենն է։ Մենք ուղիղ կապ ենք գտնում հայերի եւ նրանց միջև ու դրա համար բոլոր անունները, բոլոր տեղանունները, թե նորաբանությունները, բոլորի մեջ այդ հայկականը շատ խիստ զգացվում է։ Իսկ ինչ վերաբերում է առակտային, առակտան մեր արատտայի, ոնց ասեմ, այլաձև մեկնաբանումն է, որովհետև շատերը երբ լսում են անվանումը, մտածում են, թե փոխառություն է, վերցրել ենք եղած արդեն տարբերակներից, ոչ, արատտան է եւ իրենց լեզուն եւ իրենց մտածելակերպը մենք փորձել ենք մոտեցնել ինչ որ ձև հոգեբանորեն մեր հայկականին էլի իրենք են հայի գենը կրող կասիոպեացիներն էլ ինչ որ sense հետաքրքիր միքս է ստացվել։ Ճիշտ է, գիրքը բարդ է կարդացվում, որովհետև ինքը պահանջում է մտնել դրա մեջ։ Այսինքն ոչ թե ժամանցային ինչ որ այսպիսի ոճ է կամ
հնարավորություն է տալիս, որ դու հանգստանալու համար կարդաս, այլ դու նաև լարվում ես։ Լեզուն պարտադրում է, ճիշտ է, չի ասի, որ օրինակ լեզվաբաններին դժվար կլինի, թակարակը իրենք հաճույքով կկարդան, բայց նաև պարտադրող է, այո, ունի մի տեսակ ալիք, որ այդ ալիքի մեջ ընկնում ես ու գնում։ Հիմա աշխատում եմ առաջին մասի, առաջին գլխի տպագրված գլխի թարգմանության ուղղությամբ, հույս ունեմ, որ ռուսերեն մասը նաև մեր ռուսախոս մասայի համար հետաքրքիր կլինի եւ ավելի մատչելի։ Հետաքրվեցինք, որոշ ստուդիաներին մոտեկացանք, իրենց շատ դուր եկավ, նույնիսկ իրենք էին պատրաստ հովանավորներ գտնել, բայց այն ժամանակն էր, երբ պանդեմիան սկսեց, 2020 թվականն էր։ Եվ բացի պանդեմիայից պատերազմը նաև մի խոսքով այդ ամենը խանգարեց, չէր կարող այդ մի խոսքով այդ երկու ծայրահեղ ծանր վիճակներում ինչ որ հովանավորություններ ֆիլմի մենք էլ չենք ուզում, տրամադրություն էլ չկար առանձնապես, բայց քանի որ ի սկզբանե հաշված էր արդեն գումարը եւ դա ոնց որ Հոլիվուդից ոչ բանով չէր տարբերում, կարող մի քիչ ավելի փոքր բյուջետային, բայց հոլիվուդյան ֆիլմ, ասենք հարյուրավոր միլիոններ չէր, տասնյակ միլիոններ էր, հասկացա, որ մենք նույնիսկ նկարները չենք կարող անել, ուր էր մնացել ֆիլմը, եթե հովանավորել չլինի հաշվեցին կնոջս հետ, եթե ես 4 տարի մոտ 3-4 տարի տրամադրեմ սովորելուն այդ ծրագրը եւ եթե կարողանամ հասնեմ այդ մակարդակին, որը ընդունված է, ավելի էժան կնստի մեր վրա, որտեղ ես բարձր չպետք է 3 տարի աշխատեմ ընդհանրապես ոչ միտեղ, մենակով մտնեմ համակարգչի մեջ, ամբողջը թողեմ կնոջս վրա եւ մի խոսքով որոշեցինք, արեցինք։ Սկզբից շատ դժվար էր։ Սկզբից առաջի օրինակները գրքի մեջ են։ Դրա համար մենք իրենց տեղադրել ենք վերջի էջերին, որ ուշադրություն չգրավեն, որտեղ իմ համար դրանք պրոֆեսիոնալ նկարներ չեն, բայց այստեղ այս հարցն է ծագում, որ արդյոք ավելի թանկ է պրոֆեսիոնալ նկարը, որը այնքան էլ չի փոխանցում ամբողջ մթնոլորտը գրքի, քան ոչ պրոֆեսիոնալ, բայց հեղինակի կողմից ներկայացված։ Եվ պարզ է հեղինակի կողմից ներկայացված, որը շունչ ամիշ փոխանցում է, բայց զգացում է, որ հեղինակը առաջի փորձերն են։ Դրա համար վերջում է գրքի տեղադրված, երեխաներին պարզ է դուր կգա, պրոֆեսիոնալները թող իզուր շատ սուղ չդատեն։ Կա մի կերպար, որին չենք ներկայացրել, բայց ինքը կարելի ասել շարժիչ ուժն է եւ թողնում ենք մի փոքր ստվերի տակ, ինչպես եւ ինքը կցանկանար երևի ստվերում մնալ։ Խնդիրը ինչն էր նաև իրեն ներկայացնելու։ Փորձեցինք ճիշտն ասած, փորձեցինք ու զգացինք, որ այն չէ, որովհետև ընթացքում էլ սագայի ընթացքում ինքը մի քանի իպոստաս է ունենում, այսինքն փոխվում են եւ արտաքինները եւ պայմաններ, ամեն ինչ է փոխվում։ Դրա համար այս մի կերպարը մնաց, այսպես ասած, օդում, ինչպես եւ ինքը կուզենար երևի թե էլի ընդհանուր այդ վիճակի մեջ։ Ցուցահանդեսը անվանել ենք Aviona Universe կամ Aviona-ն կենդանանում է, որովհետև ներկայացված են մի քանի տարբեր շրջանների կասիոպեացիներ եւ առակներ։ Մենք դա սագայի ընթացքում մի քանի սերունդ է հանդիպելու եւ որոշել ենք օրինակ այդպես թեմատիկ ձևով տալ։ Կա 5 կասիոպեան, կա նոր կասիոպեան եւ կան առակները։ Հուսով եմ, որ դա ամենահասկանալի ֆորմատը կլինի, էլի։ Հիմա այս նկարները, որ ցուցահանդեսին ներկայացվելու են, դրանք ամեն մեկ անցել են 10-ից 20 վերամշակում։ Այսինքն եղել են ընթացիկ նաև տարբերակներ, որոնք դարձյալ լավն էին, բայց այն չէր, ինչ մեզ պետք էր։ Մենք ուզում էինք, որ լինի տպավորություն, որ դեռ ֆիլմ չէ բնականության առումով, բայց արդեն եւ անիմացիա չէ։ Что-то среднее։ Իրական գրքի հեղինակը գրչի առումով եւ նաեւ ձևակերպելու եւ այդ խորությունը ստեղծելու կինս է։ Իմը ընդհանուր սյուժետային գիծներ, չնայած սյուժետային գիծը իր հետ ենք դարձյալ մշակել, բայց եթե խորանանք մանրուքների մեջ, մի քիչ ավելի շատ ոնց որ ես էի մեջը մտած, որտեղ ինքը ժամանակ չուներ, բայց հետո ամեն օր մտնում էր օրը մի 4-5 ժամ, ամեն օր 3 տարի շարունակ գրում էր եւ այս գիրքը երրորդ տարբերակն է։ Քանի որ մենք գրող չենք, ի սկզբանե եղել, առաջի տարբերակ գրեցինք եւ գցեցինք ամբողջությամբ։ Դա իդեպ ասեմ այս գրքից ավելի մեծ էր ստացվել, բայց դա ընդհանրապես պատմություններ, որը չենք համարի, որ ինչ որ հանճարեղ մի ստեղծագործություն է, որ հետագայում 5 գրքերը հայտնվեցին, նոր հասկացանք ոնց պետք է անել եւ իդեպ շատ մարդիկ նայել են, հավանել են, քանի որ ֆիլմի համար մենք պատրաստ էինք ամեն ինչ անել, հա, ինքներս, մենք նույնիսկ սաունդթրեք ենք գրել, դեռ չնկարահանված ֆիլմի սաունդթրեքը, որը կինս է կատարում, կինս բառերն է գրել, որ ավելի համաշխարհային ընկալում եւ ընդունում ստանա, արվել է անգլերեն լեզվով։
Եվ գուցե այսօր ցուցահանդեսին արդեն ընթացքում զգանք եւ կլիպն էլ կա նկարահանված այդ սաունդթրեքի դարձյալ մենք երկուսով ենք նկարահանել, գուցե ցուցադրենք, ներկայացնենք, շատերը չեն տեսել համոզված եմ, տենց առանձնապես գովազդի չենք իրեն, հա, ենթարկել, դրա համար գուցե նորություն որպես հետաքրքիր նաեւ դա ընկնդրվի այսօր էլի։